Խաղացողները նույնն են, տեղերը փոխված։ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025-ի արդյունքում Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկը։ Ամենախոշոր 1000 ընկերությունները միասին պետբյուջե են վճարել 1 տրիլիոն 946 միլիարդ դրամ, ինչը 9.8%-ով ավելի է դրան նախորդող տարվա ցուցանիշից։ Խոշոր հարկ վճարողների առաջատար եռյակում կրկին նույն ընկերություններն են, սակայն արդեն այլ դասավորվածությամբ։ 2025-ի արդյունքներով Հայաստանի ամենախոշոր հարկ վճարողը Mobile Center Art ընկերությունն է, 77 միլիարդ 864 միլիոն դրամ վճարումներով։ Երկրորդ հորիզոնականում է Grand Tobacco 66 միլիարդ 119 միլիոն դրամով, իսկ 4 տարի անընդմեջ առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս անգամ երրորդն է, 52 միլիարդ 164 միլիոն դրամ ցուցանիշով։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը հիշեցնում է, 2024-ի վճարումներից կոմբինատը ռոյալթիի կանխավճարի վերահաշվարկով 2025-ի մարտին 19.5 միլիարդ դրամ հետ է ստացել, բայց տարվա արդյունքներով կարողացել է վերադառնալ առաջատար դիրքեր։ Առաջին հորիզոնակում Mobile Center Art ընկերությունն է, ինչը պայմանավորված է որոշակի աշխարհակահաղական ուրեմն բիզնեսով, այսինքն ընկերությունը ներմուծում է տեխնիկա եւ վաճառում է Հայաստանում մեկ այլ ընկերության, որը վերարտահանում է, եւ բոլորս գիտենք, որ վերարտահանումից մենք ունենք գումարների յետ վերադարձ, օրինակ Mobile Center-ի հենց գնորդ կազմակերպությանը յետ է վերադարձվել 68.8 միլիարդ դրամ, իսկ Mobile Center Art-ը վճարել է 77.8 միլիարդ դրամ։ Արդյունքում, եթե այսպես արհեստականորեն փորձենք երկու կազմակերպությունը դիտարկել մեկ կազմակերպություն եւ զտենք այդ գումարները, կստացվի, որ Mobile Center Art-ը զուտ վճարել է 9 միլիարդ դրամ եւ այդ դեպքում կհայտնվեր ցանկի 35-րդ տեղում։ Նախորդ տարի խոշոր հարկ վճարողներին ավելացված արժեքի եւ ակցիզային հարկերի գծով վերադարձվել է 79.8 միլիարդ դրամ։ Հայաստանյան վերլուծական կենտրոններն արդեն հասցրել են ծանոթանալ ցանկին։ 1000 խոշոր տնտեսվարողների մասնաբաժինը պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների կառուցվածքում կազմում է շուրջ 68%։ Սա կենտրոնացվածության որոշակի մակարդակի մասին է խոսք գնում, 1000 խոշոր հարկ վճարողների հավաքագրած կամ վճարած հարկերի 36%-ը բաժին է ընկնում առևտրի ոլորտին, որին հաջորդում է մշակողությունաբերության ոլորտը 16%-ով, ապա երրորդ հորիզոնականում է ֆինանսական ոլորտը շուրջ 11.1%-ով։ Ցանկում ընդգրկվելը 2025-ին ավելի է դժվարացել։ Եթե 2024-ին 1000-րդ տեղում հայտնված ընկերությունը վճարել էր 331 միլիոն դրամ, ապա նախորդ տարին վերջին հորիզոնականը զբաղեցրած տնտեսվարողը 368 միլիոն դրամ է վճարել։ Ցանկում ունենք 188 նոր ընկերություն տարբեր ոլորտներից, որոնք ընդգրկված չեն եղել ընդհանրապես ցանկում եւ վճարել են 112.3 միլիարդ դրամ հարկ։ 188 հարկ վճարողներից օրինակ 149 գործունեություն են իրականացնում հետեւյալ ոլորտներում՝ մանրամեծածախ առևտուր 63 հարկ վճարող, շինարարության ոլորտում 49 հարկ վճարող, արտադրության ոլորտում 27 հարկ վճարող, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 10 հարկ վճարող։ Այսինքն այստեղ էլ ունենք նոր եկած հարկ վճարողները տարբեր ոլորտներում են, ինչը հենց վկայում է, որ տնտեսությունում ակտիվ եւ դինամիկ շարժ ունենք։ Շատերին թվում էր, թե շինարարությունը պետք է մեծ մասնաբաժին ունենար խոշորների մեջ, բայց այն ընդամենը 5.5% է, նկատում է Հայկ Ասֆանյանը։ 2025-ին ընդհանուր հարկային եկամուտների աճն ավելի բարձր է եղել, քան խոշորների աճի դինամիկան է, ինչն ըստ վերլուծական կենտրոնի ղեկավարի իր բացատրությունն ունի։ Երկու պատճառ կա լինի՝ հարկային բեռի ավելացումը եւ երկրորդը ձեռնարկատիրական գործունեության տարածումը, ակտիվացումը։ Բնականաբար դրական դա կարելի է համարել, որ պետական բյուջեի եկամուտները կախված չեն կոնկրետ ընկերություններից։ Սակայն ձեզ պետք է նշեմ, որ ես վստահ եմ, որ այս ցուցանիշը էականորեն կփոխվի 2026 թվականի ընթացքում, հաշվի առնենք, որ գալու են 1-2 խոշոր ընկերություններ, այդ թվում նաև Լիդիան Armenian, այդ թվում նաև Firebird-ի AI գործարանը, որոնց ներկայությունը պատկերը լրիվ այլ տեսք կունենա։ Վրեժ Մխիթարյանի կարծիքով այստեղ հարկային ծանրաբեռնվածությունը վերաբաշխվում է եւ տնտեսությունում դիվերսիֆիկացիա է տեղի ունենում, ինչը դրական է։ 1000 խոշոր հարկ վճարողներից 390-ի մոտ ունենք դիրքային բարելավում եւ նախորդ տարվանից ավել են վճարել 297.1 միլիարդ դրամ հարկ։ 412-ի մոտ արկա է դիրքային նվազում։ Նույն իհարկե դա չի նշանակում, որ վերջիններից մուտքերը նվազել են։ Մասնավորապես այդ հարկ վճարողներից 161-ի մոտ գումարներն աճել են 27.8 միլիարդ դրամով։ Դեկտեմբերի տվյալով 1000 խոշոր հարկ վճարողներն ապահովում են 292.000 աշխատատեղ կամ ընդհանուր աշխատատեղերի 35.5%-ը։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։